Ես շատ ուրախացա, որ նկատում եմ, որ մեր շուրջը հիմնականում նաև երիտասարդներն են, այսինքն երիտասարդները անտարբեր չեն այս հարցի շուրջ, եւ դա շատ գովելի է, քանի որ տարիներ շարունակ հենց մեր պետության պահպանության հիմքը եղել է եկեղեցին եւ եկեղեցու շնորհիվ է, որ մենք այսօր ունենք պետություն։ Երիտասարդների կողմից նկատում եմ, որ ունեն հետաքրքրություն եւ անտարբեր չեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար եւ նրանք նույնպես այսօր գտնվում են այս ուխտագնացությանը, որը կազմակերպել է մեր ձևով շարժումը։ Բայց արդյոք բավարար եք համարում երիտասարդների ներգրավվածությունը։ Նայեք, կան ցանկացած բնակավարում էլ կան շերտեր, որոնք անտարբեր են, բայց պետք է այդ մարդկանց հետ խոսենք, փորձենք աշխատել, հասկանալ արդյոք նրանց անտարբերության պատճառը հիմնովին է թե ոչ։ Մեր ձևով շարժման կողմից իրականացում են տարատեսակ աշխատանքներ հենց երիտասարդների հետ, ունենք նաև երիտասարդների եւ տաղանդավոր երիտասարդների բացահայտման խումբ։ Իրականացում ենք աշխատանքներ այո երիտասարդների հետ եւ բազմաթիվ երիտասարդներ, որոնք որ չեն մասնակցել, այսինքն եկեղեցական եւ քաղաքական այս կյանքին, նրանց ակտիվ ներգրավվածությունը ներկայումս նկատելի է։ Հազարավոր կամավորներ եւս միացել են մեր ձևով շարժմանը։ Արդեն մի քանի օր առաջվա տվյալներով ունենք մեզ միացած 5000 կամավոր, որոնց կարող եմ նշել, որ եթե չասեմ մեծամասնությունը, մեծ մասը երիտասարդներ են։ Իսկ ինչպես պետք է դիմեն մեր ձևով շարժմանը։ Մեր ձևով շարժմանը միանալու համար ունենք տարբեր եղանակներ միանալու, կարող են այցելել մեր գրասենյակ, զանգահարել մեր հեռախոսահամարներին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով նույնպես կարող են գրանցվել մեր ձևով օրք հարթակով եւ անկեղծ սպասում ենք երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը, քանի որ մեր երկրի հիմքը եւ շարունակողը լինելու են հենց երիտասարդները եւ ապագան երիտասարդներինն է։